Բարև ձեզ։ Անուններ կողմի հյուրն է Արարատյան լեռների գաղտնիքը գրքի հեղինակ Յուրի Սարգսյանը։ Ողջույն պարոն Սարգսյան։ Բարև ձեզ։ Շատ մեծ հետաքրքրություն կա ձեր այս խորհրդավոր վերնագիրը կրող գրքի հանդեպ, համենայն դեպս մեր օգտատերերի կողմից։ Ձեր հարցերը, որ ուղղված են ձայն բազմած այդ բաժնում, ընդհանուր բովանդակությամբ կարելի է ստորադասել երկու մասի։ Նրանք մարդիկ, ովքեր տվել են այդ հարցերը, հիմնականում մի մասը ռեալ կարդացել են գիրքը ու իրենց հարցերը արդեն ձևավորված են գրքի բովանդակության հիման վրա։ Ու երկրորդ կեսը միանշանակ կարելի է ենթադրել, որ գրքին ծանոթ չեմ, բայց գրքի վերնագիրը շատ մեծ աժոտաժ առաջացրել իրենց մեջ, շատ ինտրիգային է։ Ամեն դեպքում հիմա կխոսենք այդ ամեն ինչի մասին, նախքան բուն հարցերին անցնելը, ուզում եմ մի հատ խնդրեմ, որ մի փոքր ձեզ ներկայացնենք։ Ինչ կարող եմ ասել իմ մասին, մասնագիտությամբ պատմաբան չեմ, երբեք չեմ զբաղվել պատմական թեմաներով, ինքս իրավաբան եմ, ստացել եմ մի կրթություն, որը առնչվում է միջազգային իրավունքի հետ և առնչվում է անմիջականորեն այն տարածքի հետ, որի հարցերը այս գրքում քննարկվում են, դա ասենք մերձավոր արևելքը։ Բախտ եմ ունեցել նաև ուսումնասիրել այդ երկրների պատմությունը և ասենք այդ երկրների լեզուները, բայց ոչ թե պատմական առումով, որպես պատմաբան առումով, այլ զուտ հատուկ ծառայությունների բարձրագույն դպրոցում և այս տարածքի, այս ռեգիոնի հետ առնչվող, ասենք, հարցերի մասնագետ։ Դա ինչքանով օգնել գրքի նյութերի հավաքմանը, կխոսենք երևի հետո։ Մի որոշ ժամանակ անց դուրս եմ եկել աշխատանքից, զբաղվել եմ այն գործով, ինչը բոլորս անվանում ենք, բիզնես, երբ մարդ գործ չունի, սկսում է փող վաստակել ամեն ձև, ասում է ես բիզնեսով եմ զբաղվել, նույն բանը ինձ հետ։ Կյանքը այնպես դասավորվեց, որ ինչ-ինչ պայմանների թելադրանքի տակ դուրս եկա Հայաստանից, ընտանիքիս օրահացն ու դրամը վաստակելու համար, տարբեր երկրներ, տարբեր գործեր, տարբեր միջավայրեր, վերջին շրջանում երևի թե ավելի շատ Ռուսաստան, Մոսկվա, մոտ 2 տարի է վերջնական իմաստով, վերջնական առումով տեղափոխվել եմ Հայաստան, շարունակում եմ այն ինչ-որ ասենք ամեն մի հայ անգործ կասի, որ զբաղվում եմ բիզնեսով։ Գիրքը չի եղել, այս թեման չի եղել իմ ինքնանպատակը կամ կյանքի նպատակը, մարդ լինի անկեղծ, ինչքան էլ դա ուզում է ասենք ինձ պատիվ չավելացնի կամ հարգանք չավելացնի, բայց իրականությունը դա է։ Իսկապես բարակ ժամանակ ստացվեց, որ թեմաների նկատմամբ իմ հետաքրքրությունը ժամանակ ունեցա այդ ամենով զբաղվել։ Սա ճշմարտությունը սա է։ Շատ լավ։ Հիմա անցնենք հենց գրքի քննարկմանը, սկսենք նախ եւ առաջ մեր կայքում մեր այցելուների հարցերից։ Արմենը ձեզ հարցնում է. Հարգելի Յուրի, համաձայն եք, որ ձեր գիրքը որոշ ընդհանրություններ ունի Փարիսերուն ու գաղափարախոսությունների հետ։ Ամենասկզբից ի սկզբանե պետք է լինեմ անկեղծ։ Ես այդ հարցը կարդացել էի ձեր կայքում համացանցի, ճշմարտությունը հետևյալն է։ Ես լսել էի Փարիսերունու մասին, բայց կրկնում եմ անկեղծորեն, ես նրա գիրքը չէի կարդացել։ Եվ հենց Արմենի հարց ինձ ստիպեց նրա գիրքը կարդալ, որպեսզի հասկանամ, թե ինչքանով իսկապես իմ, ասենք, արտահայտած մոտեցումները կամ իմ դրսևորած մոտեցումները համընկնում այդ
մեծ գիտնականի, մեծ հայրենասերի մոտեցումների հետ։ Գիրքը բարիս բուն իմաստով 3 երեկոյան եմ վերջացրել եւ այդ իսկ պատճառով կարող եմ ասել իմ կարծիքը։ Ճշմարտությունը մեկն է։ Ու ամեն մարդ փորձելով գտնել այդ ճշմարտությունը իր ճանապարհով, իր ձեռագրով, իր ոճով գնում է այդ կածանով, այդ արահետով, այդ ճանապարհով։ Այդ թվում նաև հարգարժան բարի Սերունին։ Ինչ կարծիք իմ մոտ ձևավորվեց այդ մեծ, ես այդ բարերից չեմ վախենում, այդ մեծ մարդու, այդ մեծ գիտնականի մասին։ Առաջինը, նա առաջինն է, որ ռիսկ է արել նման թեմաների շուրջ հայտնել իր կարծիքը, լինելով ֆիզիկ, լինելով կոնկրետ գիտության, կոնկրետ ասպարեզի մասնագետ, իր տեղեկատվության այդ սահմաններում, շրջանակներում փորձել է տալ պատասխաններ, որոնք հուզել են եւ դեռևս երկար ժամանակ կհուզեն հայ հասարակությանը եւ միայն այն բանի համար, որ այդ մարդը լինելով իր մասնագիտության մեջ չափազանց մեծ բարձունքների հասած մասնագետ, թողնելով իր գործը, սկսում է հետաքրքրվել, սկսում է պեղումներ կատարել։ Լրիվ այլ ասպարեզում հնագիտության, պատմության եւ այլն, միայն այդ փորձը արժանի է մեծ հարգանքի եւ բարի հիշողության։ Հարգարժան բարի Սերունին արտահայտում է գաղափարներ, ես կրկնում եմ, ես չեմ քննարկում նրա գրքի ոճը, գեղարվեստական ձևավորումը եւ այլն, բայց նա արտահայտում է գաղափարներ, որոնք կարծես թե հետագայում չի բերվում համապատասխան ապացուցելու բազա։ Նա ուղղակի միտքն է արտահայտում։ Երևի ենթադրելով, որ ընթերցողը դա պետք է որ ասենք ընկալի որպես ճշմարտություն։ Բայց մի շատ տարօրինակ բան։ Ես շատ վաղուց եղած անցյալին մոտեցել եմ իմ ոճով։ Առանց իմանալու Հերունու աշխատանքը, նրա ոճը, նրա եւ Հերունու եւ իմիջիայլոց խոսենք երևի նաեւ հետագայում գրված աշխատանքներին, մյուս մարդկանց, մյուս հայրենասերների։ Ես իսկապես տեսա համընկնող բաներ ու մեր հարգարժան Արմենի հարցին եմ ուզում պատասխանեմ, այտենց էլ պետք է լիներ։ Բարի Սերունին իր գիտելիքները օգտագործելով է գալիս այդ ճշմարտությանը։ Ես այդ մասին չիմանալով նույն ճշմարտությանը ձգտելու իմ ճանապարհին գալիս եմ իմ ոճով, իմ ձեռագրով։ Ես ոչ միայն ընդհանրություններ տեսա, ես նաև ինձ համար նոր բացահայտումներ արեցի։ Բարի Սերունու գրքում բազմաթիվ բաներ գտա, որոնք եթե ես իմանայի ավելի շուտ, երևի թե կօգտագործեի գրքում որպես եւս մեկ ապացույց իմ եզրակացության կամ իմ գաղափարի։ Մի օրինակ, մեկ օրինակ, երկու նույնիսկ օրինակ կարամ բերեմ ըստ հիշողության։ Մեկը նա Բարի Սերունին շատ մանրամասն գիտականորեն անդրադառնում է Քարաանջի աստղադիտարանին եւ այլ։ Ես մանրամասների մեջ չեմ ուզում մտնեմ, բայց Հերունու մոտ այդ գրքում ասենք ես տեսա մի ժամանակագրական ցանց, որ նա կարծիք է հայտնում, վստահաբար այդ կարծիքը հայտնում, որ Քարաանջը եղել է աստղադիտարան եւ ամենաբուրըն իր զարգացումը ապրել է մոտավորապես 5500-6000 տարի առաջ։ Սա հիշենք, 5000-6000 տարի առաջ, այսինքն ստացվում է մոտավորապես 3000 թվականը մինչև մեր թվարկությունը։ Երկրորդ միտքը այդ նույն Քարաանջի հետ կապված։ Նա կարծիք է հայտնում, վստահաբար նույնիսկ եմ կրկնում, որ այդ թվականներին Քարաանջի աստղադիտարանի հիմնական նպատակը ուղղվածությունը եղել է Օրիոն համաստեղությունը, Սիրիուս աստղով։
Սա կարդալով Պարիս Հերոնու մոտ, ես չգիտեմ, թե ինչն է հանդիսացել հիմք նման կարծիք հայտնելու համար, բայց ես ուսումնասիրելով, ասենք, բաբիլոնյան, շումերական, աքադական էպոսները, այդ միֆերը, այդ առասպելները, ես տեսա մի ժամանակագրական ցանց, որ այո, իսկապես մոտարապես 3000 թվականը մինչ մեր թվարկություն այս տարածքում կատարվել են դեպքեր, որոնք ուղղակիորեն ապացուցում են Պարիս Հերոնու այդ մտքերի ճշմարտությունը։ Այսինքն, 1. Մարդուկ կոչված տիրակալը, Աստվածը, որ մեր համար հայերիս համար բելն է, ակսորվում է հյուսիս, լեռներ, այսինքն հայկական լեռնաշխարհ, եւ իր կենսագրության մեջ այդպիսի մի տող է ասում։ Ես 24 տարի եղա հյուսիսում, խալդեյների երկրում, եւ այնտեղ սպասում էի իմ ժամին, իմ աստղին, թե երբ է գալու իմ ժամը, որ ես նորից վերադառնամ միջագետք եւ հայտարարվեմ, ընդունվեմ, ընկալվեմ որպես տիրակալ։ Մարդուկը սպասել է այս շոմերական, ասենք, աղբյուրների, այս աքադական եւ բաբելոնյան աղբյուրների, Օրիոն համաստեղության աստղի Երևանում, Սիրիուս աստղի Երևանում, որը Մարդուկի կրտսեր եղբոր Դումուզի, որը նույն հայկն է, որը նույն խոյի աստղանշանն է, նրան համընկնում է եւ ժամանակագրությունը, համընկնում է եւ աստղերի սպասելում, աստղերի Երևանում։ Հերոնին ասում է, որ այդ տարիներին այդ քարահունջը բուրըն զարգացում է ապրել եւ հիմնական ուղղությունը եղել է Օրիոն համաստեղությունը, Սիրիուս աստղը։ Օրիոն համաստեղությունը ըստ հայկական Բիբլիայի, դա հայկի Հայկ նահապետի համաստեղությունն է։ Այս շումերական աղբյուրների դա հայը Աստծո կրտսեր որդի Դումուզին է եւ հենց Օրիոն համաստեղությունն է պատկանում Դումուզին։ Եվ շումերական աղբյուրները ասում են, որ Մարդուկը, Բելը, ակսորվելով հյուսիս, այսինքն մեր երկիր, սպասել է թե երբ պետք է խոյի Դումուզի աստղը երևա, որ ինքը նորից վերադառնա Բաբելոն։ Ես չգիտեմ, Հերոնին գիտեր այս մասին, թե չգիտեր, բայց այդ մարդու արտահայտած գաղափարը բացարձակապես ճշմարտությամբ նստում է շումերական, աքադական, բաբելոնեական այդ ժամանակագրական ցանցի վրա, համընկնում է։ Երկրորդը, Հերոնու մոտ կար մի այսպիսի ուսումնասիրություն, որ ինքը փորձում է վերականգնել նախամաշտոցյան, նախաքրիստոնեական, հայկական այբուբենը, ստեղծում է նախաքրիստոնեական այբուբենը եւ տալիս է այդ նախաքրիստոնեական հայկական այբուբենի կառուցվածքով տալիս է առաջին տողը։ Բարացիորեն չեմ հիշում, իմաստը կվերարտադրեմ, պետք է պաշտենք կյանք տրող Աստծուն։ Նորից տողը գրվում է այդպես եւ այլ արդեն թեմաների անցում, բայց ինձ համար այդ տողը յուս կարևոր է։ Եթե այդ մարդու ուսումնասիրությունների մեջ նախաքրիստոնեական այբուբենում այդ տողն է կառուցում, ապա ես վեր եմ հիշում մյուս բոլոր աղբյուրները եւ տեսնում եմ, որ այո, իսկապես հայերը պաշտել են կյանք տվող Աստծուն, ինքի էյա հայը Աստծուն, որի անունը հայը է, հայ կամ հայը, նորից համընկնում է։ Քանի որ ճշմարտությունը մեկն է, Վահան ջան, ով է, ոնց է, որտեղից է սկսի իր փնտրումները, մեկ է, այդ ճանապարհները պետք է հատվեն։
չեն կարող իրան բացառել։ Նրանք բոլորն իրան լրացնում են։ Մեր խնդրումը, մեր ազգի, մեր ասենք այսօրվա իրավիճակի խնդրումը նրանում է, որ ամեն մեկը իր ասենք կարգը նստած, հայերը ասում են իր էշը նստած, հոշի անելով գնում ու արդեն վաղուց ժամանակն է, որ մարդիկ հավաքվեն տարբեր մասնագետներ, ժայռապատկեր ուսումնասիրողը չի կարող ասել, որ ինքը կարող է մեզ ներկայացնել ողջ ճշմարտությունը, սուտ է։ Լեզվաբանը չի կարող ասել, որ ինքը գիտի ողջ ճշմարտությունը, սուտ է։ Պատմաբանը չի կարող ասել։ Եվ այսպես շարունակ։ Մենք չենք ունենա մեր ազգին հուզող հարցերի պատասխանը, եթե ամեն մեկը համարի, որ ինքը գիտի ողջ ճշմարտությունը։ Այդ դեպքում մենք նորից կշարունակենք հարյուրամյակներ, հազարամյակներ ապրել թույլտվությունների մեջ, թե պատմական, թե գաղափարական եւ թե բարոյական։ Այդ առումով Հերոնին իր խոսքն է ասել, իր գործն է արել, մեկ այլը պետք է իր գործը անի, իր խոսքը ասի։ Մենք 21-րդ դարում գոնե կունենանք մեր ազգի անձնագիրը, նրա ծննդյան վկայականը, ոչ թե վարկածների տեսքով, այլ այնպիսի ապացույցներով, որովհետև ինչ-որ մեկի մոտ մի հարց ծագի, բա էս ոնց է, գա այս փաստարկը, խնդրեմ ոնց է։ Երևի կարիք կա, որ ասենք ամեն մեկը իր գիտելիքները գումարի եւ վերջապես հասկանանք, իսկապես պատասխաններ ստանանք։ Մարդիկ այսօր մեկ այդ զրուցումս ասենք, ամեն մեկը ասենք Սերժանում նստած լուր դեմքով այն կարծիք նայում, թե ինքը գիտի թե հայ ազգնով է, թե նա ով է, թե ոնց եղավ, ինչ եղավ եւ այլ, բայց եւ ինչ ուզում ես փոքր-ինչ կենտրոնանաս, հարցերի պատասխան չես ստանում։ Այդ այս պատճառով բանավեճի կարիք կա, այո, իսկապես գիտաժողով անվանեն, բանավեճ անվանեն, քննարկում անվանեն, չգիտեմ, բայց միայն մեկ պայմանով, որ այդ բանավեճը, այդ գիտաժողով, այդ ասենք հավաք, այդ քննարկումները լինեն առաջինը բարի նպատակով, հարցի պատասխանը ստանալու նպատակով, երկրորդը լինեն բացարձակապես բոլոր մասնագետները, բոլոր ասպարեզների մասնագետները։ Եթե միայն հավաքվեն, չգիտեմ, ասենք հնագետները, հարցի պատասխան մենք չենք ստանա։ Այսինքն մենք կստանանք պատասխան։ Դուրս կգանք այդ բանավեճից գոհ տեսքով, թե իբր ինչ-որ մի բան արեցինք։ Բայց դա լրիվ չի լինի, դա չի լինի կատարյալ կերպար, դա նորից կթողի հարցեր։ Ես պատրաստ եմ, ուրախ եմ, թեկուզ կրկնում, ես ոչինչ եմ, որ ասենք նման բարեր ասեմ, պատրաստ եմ, ուրախ եմ, իզնից ավելի իմաստուն, ավելի խելոք մարդիկ կան, միանշանակ եմ սա ասում, թող իրենք հավաքվեն, վիճեն, ես եւ դուք եւ մեր նման մարդիկ էլ գնանք նստենք, լսենք, ստանանք պատասխաններ ու այլևս ոչ էլ ասենք իմ նման ոչ պատմաբան չի սկսի ինքնուրույն փնտրել հարցերի պատասխաններ։ Մեր մասնավոր զրույցներից մեկում դուք մի միտք արտահայտեցիք, որի մեջ մխրճվել է ուղեղից մեջ ու ագին տպավորվել է, սենց էր միտքը, որ եթե հայ ժողովուրդը իմանար, որ ողջ ճշմարտությունը իր ստեղծման ասեմ, իր նպատակի, իր առաքելության մասին ավելի ճիշտ, ինքը չէր հանձնի շատ տարածքներ, հողեր, Վանը, Արարատը եւ այլն։ Հիմա իրեք իրար հետևից բխող հարց ունեմ, նախ որ ճշմարտության մասին է խոսքը, երկրորդ ինչի չիմացավ հայ ժողովուրդը այդ օրհասական պահերին այդ ճշմարտությանը իզորու չէր ունկնդրելու ու երրորդը դուք իսկապես հավատում եք, որ այդ ճշմարտության ուժը այդպես մեծ ներուժ ու գործոն ունի, որ հնարավոր է այդպես առելի մեծ թշնամական ուժերի դիմակայելու։ Շատ լուրջ հարց ես տալիս Վահի ջան, իսկապես շատ լուրջ հարց։ Ես արդեն համարում եմ, վստահ եմ դրանում, որ եթե մենք վաղուց գիտակցեինք
իմանայինք եւ հասկանայինք, որ մենք հազարամյակներ շարունակ կրել ենք Արարիչ Աստծո անունը, Հայա Աստծո անունը, որ աշխարհին հայտնի է Էնկի կամ Էյա անվանմամբ, եթե մենք գիտակցեինք եւ հասկանայինք, որ Հայաստան դա Արարիչ Աստծո օջախ, տուն, տարածք, երկիր է կոչվում, եթե մենք գիտակցեինք, որ Վանա լճի տարածքը դա ոչ միայն ըստ Բիբլիայի է դրախտավայր, այլ իսկապես մարդկության, բարից բուն իմաստով, մարդկության ծննդավայրն է, եթե մենք հասկանայինք, որ Արարատ լեռը դա ոչ միայն Նոյան տապանի լեռ է, այլ Արարատ լեռը թե իր կերպարով, թե իր անվան մեջ ավելի սրբագույն, բացարձակ սրբագույն, սրբազան գաղափարներ եւ իմաստ եւ միտք եւ նշանակություն ունի, միգուցե մենք հասկանայինք, որ մենք կորցնելով Արարատը, մենք կորցնում ենք մարդկության փարոսը, աստվածների փարոսը։ Ու եթե ես փոքր-ինչ անցնեմ էզոտերիկայի գիրկը, ապա ինքս ինձ մի այսպիսի հարց կտամ։ Իսկ մենք որպես Արարիչ Աստծո անունը կրող ազգ, եթե ոչ է մեկ օր պետք է պատասխան տանք Արարչի առջև, Աստծո առջև, ինչ ենք ասելու։ Եթե նա մեզ հարցնի, ուր է իմ երկիրը, ինչ եք ասելու։ Եթե մենք այս տեսանկյունից մոտենանք, այս պատասխանատվության այս մակարդակով մոտենանք հարցին, ապա պետք է որ գիտակցենք, որ մենք իրավունք չունեինք, բացարձակապես իրավունք չունեինք, ուժեղ չլինելու, հզոր չլինելու եւ մեր նախնիների, հնագույնս հնագույն նախնիների ծննդավայրը կորցնելու։ Մենք այսօր բարձրանում ենք, որ եւ մեր զինանշանի վրա ունենք Արարատ լեռը Նոյան տապանով։ Բայց եկեք փոքր-ինչ փորձենք պատասխան տալ մեր խղճի, մեր հոգու եւ մեր Արարիչ Աստծո առջև։ Ուր է Պատրիարխ Նահապետ Նոյի գերեզմանը։ Այդ ինչպես եղավ, որ մենք լինելով Նոյ Նահապետի ժառանգները կորցրեցինք նոր Նահապետի գերեզմանավայրը։ Այդ ինչպես եղավ, որ այսօր այս նորաստեղծ, արհեստական ստեղծված Ադրբեջան կոչված երկիրը արդեն միջազգային մակարդակով տուրիստական մարշրուտներ է ձևավորում դեպի Նախճեվան, դեպի Նոյ Նահապետի գերեզմանը։ Այո, ես վստահ եմ, որ եթե մենք մեր արյան մեջ, մեր դաստիարակության մեջ, մեր աշխարհընկալման մեջ իմանայինք, գիտակցեինք, ընկալեինք այս աստվածային ճշմարտությունները, ապա երևի թե շատ բան պատմության ընթացքում պետք է որ լիներ այլ կերպ։ Ինչ է կատարված է ժողովրդի ճշմարտությունից։ 301 թվական քրիստոնեություն, ոչ հայ, առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչ, որը ոչ բառանցություն չի ունեցել հայ ազգի հետ, եղել է պարթևացի։ Սա թեմա է, որ մենք ընդունակ չենք, մենք պատրաստ չենք, մենք վախենում ենք այդ թեմաներից։ Բայց պատմությունը չի սիրում վախ։ Պատմությունը չի ներում վախեցողներին։ Պատմությունը ճակատագիրը
շատ ցավոտ կերպով ապտակ է հասցնում բոլոր նրանց, ով ինչ որ մի բանից վախենում է։ Մենք վախենում ենք այդ թեմաները քննարկել, քանզի ցանկացած նման թեմայի քննարկումը բերում է մի տպավորության, թե իբր ինչ որ մեկը խոսում է հայ առաքելական եկեղեցուն դեմ։ Ոչ։ Պահն է ընդունելու եւ անցնելու եւ ասելու, որ հայ առաքելական եկեղեցին իր սկզբնական շրջանում, ես ընդգծում եւ կրկնում եմ, իր սկզբնական շրջանում արել է շատ բան, որ նպաստ չի բերել մեր ազգին եւ նրա ճակատագրին։ Սա պատմաբանների, աստվածաբանների խնդիրն է եւ նրանց հոգսն է։ Բայց մենք պարտավոր ենք սա ասել։ Առաջի ինչու, որին բախվեցիք, որ հարցներ։ Ապրելով տարբեր ազգերի մեջ, շփվելով տարբեր ազգերի իմ շրջապատի մարդկանց հետ, որոնք զրկված չէին ինչ-որ ինտելեկտուալ մակարդակից, ես ևս բախվում էի, ասենք, հարցերի, որ մի կողմից գիտակցում եւ գիտեի, որ ասենք մենք հնագույն ազգերից ենք, եթե ոչ ամենահնագույնը, որ մեր երկիրը հնագույն է, եթե ոչ ամենահնագույնը, բայց երբ հարցը հասնում է այդ, ասենք, այդ լոզունգներից, այդ, ասենք, կոչերից զատ արդեն ինչ-որ փոքր-ինչ դառնում է նյութական կամ ասենք նյութականի կարիք է զգացում, դու արդեն դառնում ես մի մեկ տեկլոր անիմաստ գոյություն, ասելու բան չունես։ Ու երբ որ քեզ ասենք հարցեր են քեզ տալիս, դու այդ հարցերի պատասխանը չունես։ Սա իմ ապտակ է մեր պատմաբաններին։ Դեգուզ ունեմ նաև դրա բացատրությունը իմ ասենք տարբերակում։ Ես ասենք երբ Գրեցի առաջին գիրքը Գրքի առաջին մասում ես օրինակներից մեկը բերել էի, երբ Մոսկվայում ասենք զրուցում էի ընկերների հետ եւ ասենք այդ նույն թեման քննարկվեց, թե հնագույն ենք հայերս եւ այլ։ Ինձ իմ ռուս ընկերներից մեկը ասեց, Յուջա, եթե այդքան հնագույն եք, այդքան բազմահազար տեսին տարիների ազգ եք, դուք էլ ասենք ամեն մեկը ընտանիքում 4, 5, 6 երեխա եք միշտ ունեցել, այդ ոնց է, 21-րդ դարում դուք 2-3 միլիոն չկաք։ Մենք 11 միլիոններ ենք։ Հարցը կարելի ասես հիմար հարց է, ոչ, լրջագույն հարց, իսկապես ոնց եղավ, որ մենք լինելով 100 հազարավոր, տասնյակ հազարավոր տարիների ազգ, այսօր մենք 3 միլիոն ենք, դեռ կամ չկա, կամ չգիտեմ, աշխարհում հայտարարում են, որ 10 միլիոն ենք, ոնց եղավ, տվեք այդ հարցի պատասխան, առանց դեմագոգիայի, առանց ինչ որ ասենք դերացական գաղափարների, տվեք կոնկրետ, ռեալ, ես հարցի պատասխանը, ես էլ իմանամ ու ոնց եմ Մոսկվայի կամ Պետերբուրգի շրջանում նստած ժամանակ կարողանամ այդ հարցի պատասխանը տալ։ Չկա։ Սրանք հարցեր են, շփվում ես գործընկերների հետ, նվիրում են ասենք իրենց սլավոնական աստվածների վերաբերող գրականություն, Վելեսովը կնիգը, չգիտեմ ասենք, Դոսկի Զամբեկը, եսիմինչ, Գիպերբորեայի վերաբերյալ ասենք ինչ-որ մի ռասպելական Գիպերբորեայի վերաբերյալ գրականություն, դա կարդում ես ու անգամ այդ գրականության մեջ փոքր ինտելեկտ ունեցող ընթերցողը, հայը, ասենք հայը, տեսնում է հայկական լեզուաշխարհի հետ առնչվող տողեր, ոչ թե ասենք անմիջականորեն, բառացիորեն, բայց տողերից զգում ես, որ այս տողերի մեջ, այս գաղափարների մեջ ինչ որ մի բան կա թաքնված, որը անմիջականորեն առնչվում է մեր լեռնաշխարհի, հայկական լեռնաշխարհի, արարատյան լեռների, Հայաստանի հետ։ Սա երկրորդ պատճառը։ Գրկում եք, թե ինչն էր պատճառները։ Երրորդը, դեպս մարդ եմ իսկապես ուզում եմ կարդում եմ 5 կտակարանը Բիբլիան եւ ուզում եմ հասկանամ, որտեղից ենք, ինչ ենք, ով ենք, ուր ենք գնում վերջապես, կարդում եմ պրիմիտիվ ասենք ինչ որ իրավիճակներ Ադամը ծնեց Եվան Ադամը ծնեցին Աբելին, Կայնին, ինչու Կայնը սպանեց Աբելին։ Չես հասկանում։
Ինչու բիբլիական Աստվածը, հին կտականի Աստվածը ընդամենը երկիր մոլորակի աշխարհի վրա կար ընդամենը 4 մարդ, Ադամ, Եվա, Կային եւ Աբել։ Ինչու կտականի Աստվածը Կայինի բերած մատաղը նվերը չընդունեց, Աբելին ընդունեց։ Ինչու հայրը չընդունեց իր որդիներից մեկի նվերը։ Ու դրանով իսկ թշնամություն սերմանեց երկու եղբոր մեջ։ Կայինը ինչպես իմացավ, որ ասենք Աստված չի ընդունում իր նվերը։ Կայինը ինչպես իմացավ, որ պետք է իր եղբորը քարով խփի եւ սպանի։ Ով էր նրան այդ սպանելու գիտելիքը տվել։ Ես չեմ հասկանում, ասենք, չէի հասկանում, թե ինչ է նշանակում, ասենք, ստեղծել տղամարդ, հետո նրա, ասենք, կողից ստեղծել կին, հետո նրանց արգելել իրար սիրել։ Եթե պետք չէր իրար սիրել, եթե պետք չէր հասկանալ մոտեցման իմաստը եւ հղիության զավակ ունենալու քաղցրությունը, կյանքի իմաստը, ապա ինչու ստեղծվեց տղամարդ եւ կին ընդհանրապես։ Հարցեր, որոնք հուզում են, անհասկանալի է։ Կարող ասենք դեմագոգիկ կերպով հարցերին պատասխանես, դեմագոգիայով, բարիս բուն իմաստով, բայց հարցի պատասխանը չես տալիս։ Եթե պետք է Աստված անիծեր, դժվարագույն ես կսարքեմ քո ծննդաբերությունը, տանջանքների մեջ դու երեխա կծնես, ապա հարցեր է ծագում, բա որ կյանքի գեղեցկությունը ուր մնաց։ Եթե երևի աշխարհի ամենա գեղեցիկ կերպարը դա հղեկինն է, ըստ իմ կարծիքի։ Աշխարհի ամենամեծագույն ցավը դա ծննդաբերությունն է, ամենասրբագույն, ամենագեղեցկագույն, ամենաիմաստալից։ Ո՞նց ես դու դա անիծում։ Հարցեր են, շարաններ։ Ում հետ կային ամուսնացավ, որտեղից ծնվեցին մարդիկ։ Այն նմանատիպ հարցեր ասենք պատճառ դառան, որ սկսես այդ հարցերի պատասխանները փնտրել։ Հարգելի Յուրի, հնարավոր է Սիման է հարցում։ Հարգելի Յուրի, հնարավոր է հարցս տեղին չէ եւ չի վերաբերում անմիջապես ձեր գրքին, բայց կցանկանայի լսել ձեր մեկնաբանությունը Դավթի աստղ կոչված սիմվոլի մասին։ Ես լսել եմ, որ նա հայկական ծագումնաբանություն ունի։ Ես այս բանը, ես պահին, ես վարկյանի դրությամբ ասենք, որ ես պատրաստ չեմ լիովին եւ ամենայն պատասխանատվությամբ ձեր հարցերի պատասխանը տալ, դուք իսկապես հարցը շատ կորեկտ եք ձևավորել, հետ ելնելով ձեր կորեկտությունից նաեւ կորեկտ կերպով պատասխանեմ, կիսվեմ ձեր հետ իմ գիտելիքներով այս պահի դրությամբ։ Ուրեմն ճիշտ նշել եք, որ այսպես կոչված Դավթի աստղ, քանի որ այն նշանը, այն կերպարը, որը մենք անվանում ենք, ընդունված է անվանել Դավթի աստղ, իսկապես ոչ մի առնչություն չի ունեցել հրեա ժողովրդի հետ։ Այդ կերպարը երբևիցե չի պատկանել հրեա ժողովրդին։ Այդ կերպարի հետքերը մենք տեսնում ենք եւ Պալեստինայում, եւ Եգիպտոսում, եւ Հնդկաստանում, եւ Անգլիայում, եւ Ֆրանսիայում, եւ Հայաստանում, եւ Պարսկաստանում, եւ ամենուր, այնտեղ, որտեղ եղել է հնագույն մարդկային քաղաքակրթություն։ Եվ բոլոր հնագույն աղբյուրները հուշում են, որ երբևիցե այդ կերպարը չի եղել հրեական որևէ մի ցեղի պատկանող զինանշան, կերպար, աստվածության կերպար, որևէ մի կերպ։ Եվ ամենահնագույն աղբյուրները, ամենահնագույն վկայությունները, որ առնչվում են այս կերպարի հետ, դա շումերական, բաբելոնական, աքադական, Ինանա Աստվածու հետ է կապնվում։ Կրկնում եմ, ամենահնագույնը։ Ով է Ինանա Աստվածուհի։ Էնլիլի
կամ աղջիկը կամ թորնուհին։ Դեռ մի քիչ վիճարկելի հարց կա։ Ես հարգված եմ անվանելու թորնուհի։ Էնելի թորնուհի, Ինանա, որը եղել է, որին տրվել է հայկական լեռնաշխարհում առաջին սրբագուն Արավտա կոչվող երկիրը։ Ինանան հետագայում շատ եւ շատ ցեղերի, ցեղախմբերի, քաղաքացիների համար ձևափոխվելով դարձել է Աստարտա, Աստարը, հետագայում ասենք մեր հայկական լեռնաշխարհում մեր Անահիտ Աստվածուհին, հրեաների մոտ, բաբելոնացիների մոտ, չգիտեմ, ասենք հնդիկների մոտ դառնում է Ինդրա եւ այլ։ Դա նույն Աստվածուհու, նույն անունակի, այսպես ասենք, Ինանայի կերպարն է, որը իր էությամբ, բնավորությամբ, իր ասենք պահվածքով եղել է շատ ազատ կյանք սիրող, ազատ հարաբերություններ սիրող, հաճույքներին տրվող, հաճույքներով ապրող, նա թքած է ունեցել ցանկացած սրբության վրա, նրան չի հետաքրքրել Արավտա սրբագույն երկիրը, նա ձգտել է վերադառնալ մեգապոլիս, միջագետք, ուր, ուռուկ, որտեղ կյանքը եռում էր, որտեղ ասենք կարելի էր եւ գայջուր խմել, եւ գինի խմել, եւ տրվել գիշերային հաճույքների եւ այլը, հետագայում նա այդ նույն կերպարով երևում է նաեւ Հնդկաստանում, Ինդրայի կերպարի տակ, նույնիսկ նույն բացարձակ անբարոյական իր պահվածքով, ամեն ինչով, նրա կենսագրությունների ուսումնասիրում ենք տեսնում ենք, որ նա ձգտել է մեր իշխանության, նույնիսկ դուրս է եկել իր պապի Էնլիլի դեմ, ասենք, հայտարարելով իրան, որ մեծագույն Աստվածուհին ինքն է, դա այն Աստվածուհին է, որ խմացնելով Հայային, Էնկին, Էյային, խմացրել, հարբեցրել է եւ նրանից գողացել է սրբագույն մեր գիտելիքները եւ այլ։ Այս Աստվածուհու կերպարը, որ մեր մոտ դառնում է Անահիտ, իմիջիալոց, եթե պատմության, մարդկության, քաղաքակրթության գաղտնիքներից մեկն էլ ասենք ինքան գաղտնիք չի, ինչքան պրիմիտիվ խաբեբայություն է, Ինանան եւ շուռ ես տալիս ֆռասնում ես հակառակ կողմի վրա, դա նույն մեր Անահիտն է։ Ու նմանատիպ օրինակները շատ են, Արը դառնում է Ռա, Ինանան դառնում է Անահիտ, եւ այ Հայան դառնում է Յահվե եւ այլ, նույն ասենք անունը ուղղակի առանց մտները զորելու, առանց ուղերներին զոր տալու շուռ են տվել անունը հակառակ կողմից եւ դառել է այլ Աստվածուհու կերպար։ Ուրեմն Դավթի կոչված աստղը ամենահնագույն վկայությունը պատկանում է հենց այս Աստվածուհուն, այս անունակին, Էնլիլի թորնուհի Ինանա, որը դառնում է կրկնում Աստարտա եւ այլ, Աֆրոդիտան եւ այլ, ամեն հույների մեջ մեկ անուն եւ այլ։ Ու ունենալով այդպիսի բուրըն կյանք, եւ որի նպատակը ընդամենը եղել է երկու բան. ազատ սեռական հարաբերություններ եւ պաշտպան։ Ու հենց այդ իր սեռական ազատ կյանքի նշանն է այդ Դավթի աստղը։ Ներքևից կանացի իմաստություն, վերևից տղամարդու իմաստություն, որոնք միանում են իրար։ Ժամանակի ընթացքում, հարյուրամյակներ, հազարամյակների ընթացքում մարդկությունը սկսել է, ինչպես եւ հիմա շարունակում է, ցանկացած նշանի մեջ սկսել է փնտրել այլ եւ այլ փիլիսոփայություններ, տեղադրել է այլ եւ այլ գաղափարախոսություններ, դարել է աշխարհի բոլոր կողմերը ցույց տվող նշան, դարել է Աստծո սատանայի պայքարի նշան, դարել է սևի եւ սպիտակի, բարու եւ չարի պայքարի նշան, դարել է հազարավոր, տասնյակ հազարավոր մեկնաբանությունների առարկա,
ամեն մեկը փորձել է իր գիտելիքները, իր գաղափարները, իր փիլիսոփայությունները գտնել այդ աստղի մեջ։ Մի կողմ տեղադրել է 1 տար, երկրորդ կողմը 1 տար, հետո հայտնաբերել է այդ տարերը համընկնում են իրար, կենտրոնում ստեղծում են մեկ այլ գաղտնիք։ Մյուսը նայում է աջ կողմից, մյուսը նայում է ձախ կողմից, մեկը նայում է վերևից, մեկը նայում է ներքևից, մեկը մի մասը ներկում է դեղին գույն, մեկը մի մասը ներկում է կարմիր գույն, մեկը ասում է չէ կլինի կապույտ գույն, սիրելիներս։ Սա մարդկության կողմից բռնաբարված, վարիզ բուն իմաստով, շահագործված ևս մեկ պատմություն է։ Հրեաները այս աստղի հետ սկսել են առնչվել մոտավորապես միջնադարի սահմաններում, ընդհանրապես, ընդամենը ավելի շուտ։ Մոտավորապես 19-րդ դարից սկսած 18-րդ դարի վերջ 19-րդ դար հրեաները սկսել են, ասենք, այս նշանը օգտագործել իրենց, ասենք, գերեզմանակայերի վրա։ 19-րդ դարի վերջ 20-րդ դարի սկիզբ հրեաները արդեն կարիք են ունեցել ունենալու իրենց ազգը, իրենց ցեղը բնորոշող ինչ-որ մի նշան։ Մինչ այդ եւ մինչեւ այսօր միակ նշանը, որ կարելի է համարել մաքուր հրեական, դա, չգիտեմ, ասենք հայերեն դա ոնց կկոչվի, այն մոմակալներն են, 70 մոմակալներն են, դրանք են, որ իսկապես զուտ մաքուր հրեական նշան են եւ իսկապես պատկանում են այդ ցեղախմբին։ Բազմաթիվ ազգեր եւ ցեղեր, այդ թվում նաեւ հայերը, այդ թվում նաեւ մեր այո, իսկապես այսօրվա Հայաստանի տարածքում ևս դուք կարող եք տեսնել գերեզմանակարը, որտեղ այդ նշանը կա։ Եկեղեցիների վրա։ Այո, մեր դա բոլոր, դա եւ եկեղեցիների վրա եղել եւ եղել է մինչ քրիստոնեական, ասենք, քարանձավներում դա կարող եք տեսնել։ Դա կարող եք տեսնել հնդկական, ասենք, տարբեր աստվածներին, Վիշնուին, չտեմ Կրիշնային, եսիմ ում կապկին, փղին, կովին պատկանող, ինչ որ ասենք Փալոսին տղամարդուն պատկանող, ինչ որ քանց տաճարների վրա բացարձակ, դա Ինանա աստվածուհու նշանն է նրա տղամարդ եւ կին հարաբերությունները խորհրդանշող նշանն է։ 20-րդ դարում արդեն մոտավորապես 20-րդ դար մոտավորապես կեսերը ցանկանալով այդ նշանը օգտագործել իրենց դրոշի վրա, իրենց զինանշանի վրա, ավտոմատիկ կերպով ինքնին կարիք է ծագել այդ նշանը սեփականաշնորհել։ Դա սեփականաշնորհելու համար պետք է որ ստեղծվեին գաղափարներ, մտքեր, վարկածներ։ Վարկածներ հնչել են մի քանի, հիմնականում 2 վարկած, եւ երկուսն առնչվում է Դավիթ անվան հետ։ Առաջին վարկածը եղել է նա, դա կրկնում եմ 19-20-րդ դարի մասին է խոսքը ընդհանրապես մեր թվարկության, որ դա Դավիթի աստղն է, որ ասենք հրեական Դավիթ թագավորը, որ եղել է գոյությունը մինչև մեր թվարկությունը, իր ասենք զորքի վահանների վրա նման աստղ է նկարած ունեցել։ Մեկ ուրիշներ ասում են, որ ոչ թե աստղն նկարած, այլ վահանն է եղել այդ ձև։ Մյուսները ասում են, որ Սողոմոն իմաստունն է, Սողոմոն իմաստունի դա կնիքն է, կնիքը եղել այդպիսին։ Չորրորդները փորձում են ապացուցել, որ Սողոմոն իմաստունի կամ Դավթի ամեն մեկը մի ուղղությամբ է գնում, ստորագրությունը նման է եղել այս աստղին։ Հինգերորդները ապացուցում են մեկ այլ բան, փորձում են ապացուցել մեկ այլ բան։ 8-րդ, 9-րդ, 15-րդները ասում են, որ ոչ 13-14-րդ դարերում մեր թվարկության ժամանակ եղել է մի ոմն մեկ այլ Դավիթ, որը փորձել է ազատագրել սրբագույն Երուսաղեմը խաչակիներից եւ հավաքել է հրեաներին, կոչ արել նրանց, նրան է եղել Դավիթ, հավաքել է նրանց եւ ասենք այս նշանը ասենք նկարելով իրենց դրոշի վրա գնացել են որ ազատագրեն Երուսաղեմը։ Իհարկե, հրեա մեկնաբանները այս երկրորդ վերջի տարբերակը չեն ընդունում, քանի որ դա ստացվում է, որ ինչ-որ մի կեղծ Դավիթ է եղել, ասում է, թե Դավիթի աստղը, ուրեմն ավելատող լինի այն Դավիթի աստղը, որ եղել է Սողոմոնի պապի պապը, եւ այլ։ Եթե անգամ դա Դավիթի աստղ է կոչվում,
Աստեղ էլ մենք անելու բան ունենք։ Մենք աստեղ էլ կան գաղտնիքներ, որ կարիք ունեն բացահայտման։ Աստեղ էլ կան թաքնված, կեղծված, սքողված, մոռացված, պատմության աղբանոց նետված ճշմարտություններ։ Ով է Դավիթ։ Նույն այն Դավիթը, որի Աստղ է հայտարարում այդ նշանը։ Դավիթը դա իր իսկական անունը չէ։ Դավիթը դա հրեական ցեղերից մեկի, Իուդայի ցեղի, երիտասարդ, գեղեցկադեմ, մի տղա է, որի անունը ի ծնե եղել է Էլ-Խանան, Էլ-ի կողմից ընտրյալ։ Հիշենք, որ Էլը դա Էնլիլն է։ Եվ այդ տղան մտնելով այդ ժամանակվա հրեական թագավորի արքունիք դառնում է նրա երաժիշտը, հետո մտերմանում է թագավորի հետ, մտերմանում է նրա մեկ այլ որդու, մի այլ գեղեցիկ տղայի հետ, ընկերանում են, դառնում է այդ թագավորի փեսան, ամուսնանում է նրա աղջկա հետ, եւ այլ, իմիջիայտ հարցին միջև պատասխանես նույնց անդրադառնամ Հերոնուն, անդրադառնամ մեր են բոլոր պատմաբաններին, որոնք խոսում են հեքսոսների եւ այլ մասին։ Ու նույնց հիշեցնեմ իմ բառերը, որ եթե մենք տարբեր ասպարեզի գիտելիքներ բերենք եւ դնենք կողք կողքի, մենք կհասկանանք ամբողջ նկարը։ Հիմա ինչ պատմում Դավիթի մասին, դա անուղղակիորեն առնչվում է հեքսոս կոչված նախահայկական կամ հայկական ցեղերի արշավանքի մասին, Եգիպտոս, Պալեստինա եւ դա նույն ժամանակների մասին այս պատմությունը։ Հայկական լեռնաշխարհը, որ արիական ցեղախմբեր էին բնակվում, ունեին անմիջական հարաբերություններ Եգիպտոսի հետ առևտրական։ Մենք խոսում ենք Դավիթի մասին, թե ով է Դավիթը, քանի որ Դավիթի աստղի մասին է ձեր հարցը։ Ու այդ ճանապարհին Պաղեստինայի տարածքում ձևավորում են նախահրեական կամ հրեական հանցագործ ռազմոնիկ, խուժան, խմբեր, որոնք ասենք ամբողջ առևտրական ճանապարհները միշտ պահում են լարվածության մեջ։ Ու արիական ցեղերի առաջնորդները, թագավորները իմանալով այս Էլ-Խանան կոչված ետասարդի մասին, որը Իուդայի ցեղախմբից է եւ չի պատկանում այդ ժամանակ հրեական թագավորի ցեղին, արմատին, նրա ասենք տոհմին, առաջարկում են Էլ-Խանանին զինվորական, մասնագիտական, ֆինանսական, նյութական օգնություն, որպեսզի Էլ-Խանանը դառնա Հրեաստանի հրեական պետության թագավոր եւ բարենպաստ պայմաններ ստեղծի գոնե համենայն դեպս չխանգարի հայկական լեռնաշխարհի հայերի, նախահայերի առևտրական նորմալ հարաբերություններ իրենց եղբայրների, եգիպտացիների, եգիպտական հիքսոսների եւ մյուսների հետ։ Եվ մեր հայկական կամ նախահայկական արիական թագավորների օգնությամբ Էլ-Խանանը դառնում է հրեական թագավոր եւ օրհնվում է ու ստանում է մեկ այլ անուն Թադուա, Դադուա, Դավիթ։ Այսպիսով Դավիթը դա արիական հայկական ցեղի կողմից այդ մարդուն տրված անունն է։ Եվ հենց այդ Թադուա, Դադուա ցեղին է պատկանում, թե հետագայում ծնված Սողոմոն իմաստունը, թե 1500 տարի հետո ծնված Հիսուս Քրիստոսը։